Ողջույն բոլորին, ես Արմինե Նահապետյանն եմ, ունեմ 12 տարվա աստղաբանական աշխատանքային փորձ, աստղաբանության մեջ իհարկե, և քանի որ ավարտում եմ իմ այս ծառայություն ասեմ, աշխատանք ասեմ, որոշել եմ վերջին որպես տեսանյութ նվեր անել ձեզ, նայելով մեր քարտեզը Հայաստանի, դրա համար վերջնական որոշում եմ կայացրել, որպեսզի ձեզ հայտնեմ այն ինչ, որ հիմա ես ձեզ կասեմ։ Խոսքը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի փոփոխմանը, որը տեղի կունենա, հիմա ես կնշեմ, երբ տեղի կունենա։ Բայց մինչև այդ ուզում եմ ասել, ես Facebook-ում գրանցում էի արել, ուզում եմ հիմա նշել, ես խոսում եմ 18:08:2026 թվականի խավարման միջանցքում ժամը 20:20 Եվ մինչև թե երբ է դուրս գալու, ուզում եմ անպայման նշել ատոմակայանի հետ կապված։ Ես Facebook-ում արդեն գրառում եմ արել, որ ատոմակայանը փորձելու եմ փոխել կամ նաև կարող է այլևս չաշխատել, որովհետև այն շատերին է խանգարում։ Առաջինը դա։ Նշեմ, որպեսզի հետագայում ժամկետ չեմ կարող ասել, խնդիրները չեմ կարող ասել, թե ինչ խնդիրների պատճառով կարող է դադարեցվել և ինչ գործունեություն այնտեղ կարող է ծավալվել կամ ինչը կարող է փոխվել այնտեղ։ Մնացածը արդեն կերևա տարիների ընթացքում, չեմ կարծում երկար տարիների ընթացքում, բայց կարող է նաև այս տարի, կարող է նաև լինել հաջորդ տարի։ Քանի որ մենք գիտենք սահմանադրությունը պետք է փոխվի և այն պետք է փոխվի մինչև դեկտեմբերի 30-ը, արդեն կազմված է ամբողջ սահմանադրությունը, որը մենք բոլորս գիտենք, որ Երևանի, Հայաստանի ղեկավարության նախաձեռնությամբ չէ, այլ պահանջ է Բաքվի և այլ Ադրբեջանի պարտադրանք է, որ այնտեղից պետք է դուրս գա հստակ նախադասություն, որը վերաբերվում է Արցախին, և դրա հիման վրա փոխվելու է նաև սահմանադրությունը։ Ճիշտ է, ես այլևս չեմ աշխատելու, բայց իմ Facebook-ը գործելու է, և երբ որ հանրաքվե լինի սահմանադրության հարցում, երբ որ պարզ լինի արդեն ինչ եմ փոխել և ինչ նախադասություններ են այնտեղ ավելացրել, ես անպայման դրանք կվելուծեմ, որովհետև մշտապես նման հարցեր ունենում են քաղաքական բնույթ, քաղաքական թեմաներ և քաղաքական բառեր, որը շատ մարդկանց համար հասկանալի չէ, դրա համար շատերը չեք կարողանում ճիշտ ընկալել նախադասությունը, որովհետև այնտեղ իրավական բառերով է գրված և ոչինչ դուք չեք հասկանում։ Դրա համար ես կվելուծեմ, հետո կթողնեմ ձեզ այո կամ ոչի համար, թե դուք որը կընտրեք, ըստ այդ պատասխանների։ Եվ կարող եք նաև այս տեսանյութն էլ կիսվել, չեմ դժգոհի, եթե կիսվեք և շատ մարդիկ իմանան, որովհետև յուրաքանչյուր բառ հիմա, որ ես կասեմ, ես ասում եմ դա մեր աստղաբանական քարտեզից, ուրիշ ոչ ոքի քարտեզից չեմ ասում, մեր աստղաբանական քարտեզը, մինչև հիմա ես ևս նայել եմ միմիայն մեր աստղաբանական քարտեզը և վերլուծությունները միայն եղել են այդ քարտեզի միջոցով։ Քարտեզում տարիներ հետո կան փոփոխություններ։ Հիմա ես փոփոխությունը այդքան չեմ տեսնում, շատ կարևոր և գլխավոր փոփոխությունը ես հիմա չեմ տեսնում։ Այդ կարևոր և գլխավոր փոփոխությունը տեղի ունենալու 2028-ի վերջ, 29-ի սկիզբ։ Բավական երկար ժամանակ է դա, բավականին ասեմ, եթե ուզում եք Հայաստանից վեճը մի բան մնա, ուրեմն բավական երկար ժամանակ է դա։ Նշեմ, հեղափոխությամբ եկել է մեր վարչապետը, հնարավոր է հեղափոխությամբ էլ գնա, որովհետև մենք այնպիսի դիրքեր ունենք 2029 թվականին, որ այդ դիրքի շնորհիվ փոփոխություն է տեղի ունենալու քաղաքական դաշտում, վարչապետի և այլն, այնտեղ ովքեր որ նստած են հիմա այդ ամբողջի փոփոխություն է տեղի ունենալու, և մեր երկրում գլոբալ և շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենալու։ Մենք այդ ժամանակահատվածում այնպիսի միացումներ ունենք, որ ինձ պարտադրում է ասել,
լիարժեք այդ բառը, այդ նախադասությունը ասում եմ, բայց նաև հետո կասեմ այդ նախադասության մեկ այլ տարբերակը։ Ուրեմն մենք ունենք դիրք, որ ինձ թույլ է տալիս ասել, որ մեր սահմանները փոքրանալու են։ Բայց նաև այդ դիրքի հետ մեկտեղ ես կարող եմ ասել, որ կարող է վերջնականապես լուծվել մեր սահմանների հարցերը, բայց դա մի քիչ անհավանական է, որովհետև երբ որ արդեն իսկ մեր սահմանները պարզ են բոլորի համար, աշխարհի բոլորի համար, քարտեզ է գծվել արդեն Հայաստանում ըստ կիլոմետրերի, ամեն ինչը մենք բոլորս տեսել ենք, դա այս միացումը, այս դիրքին թույլ է տալիս, որ ես ասեմ, որ սահմանները կարճանալու են, կրճատվելու են։ Ասեմ, որ լարված միացումները բավականին շատ են, հատկապես ժողովրդի հետ կապված։ Նշեմ, որ ժողովուրդը ինձ թվում է 3 տարին շատ է, որպեսզի ժողովուրդը արթնանա, բայց ասում են ավելի լավ է ուշ, քան երբեք։ Այստեղ կարող է ժողովուրդը բավականին ցավ ապրել։ Մինչև դուրս գալը երկրում բավականին իրադարձություններ են տեղի ունենալու։ Միգուցե չի հասցնում հանձնել հողերը, այսինքն սահմանափակումներ չեն լինում հողերի տարածքում, չի կրճատվում մեր հողերը, բայց միգուցե փորձում են, որովհետև այստեղ կա այդ դիրքը, որ հնարավոր է նաև փորձում են, որ սահմանները փոխեն, կրճատեն, փոքրացնեն, այսինքն դա նշանակում է հողերի հանձնում, այդ դեպքում ժողովուրդը ոտքի է ելնում։ Ասեմ, որ ժողովուրդը բավականին էլ եմ ասում, ցավ է ապրելու այդ ժամանակ, եւ չգիտեմ հեղափոխությամբ դուրս կգա, թե ես վերլուծել եմ նաև, թե ինչպես կարող է դուրս գալ, բայց հստակ չեմ կարող ասել, որովհետև հստակ մնացած հարցերը, թե ինքը ինչպես դուրս կգա, պետք է վերլուծել իր քարտեզը, եւ ես չեմ կարող վերլուծել իր քարտեզը, որովհետև ծնունդյան ամսաթիվը կա, ժամը չկա։ Եթե ժամը հստակ լիներ, ես ըստ տների ես կվերլուծ։ Եթե ոչ, ապա այսպես է։ Մենք այդ ժամանակահատվածում եւ մեր հողերի հետ ունենք խնդիրներ։ Լարված միացում։ Սահմանների հետ ունենք լարված միացում։ Սա չի նշանակում պատերազմ։ Սա չի նշանակում, բայց նշանակում է սահմանների կրճատում միջազգայնորեն հաստատված որևիցե փաստաթղթով։ Արդեն հաստատվել է դա, արդեն կրճատվել է դա, ըստ իր ասացի, եթե որևիցե տարածք դեռ պետք է հանձնեն, վերցնեն մեկը մյուսին, անելու ժամանակ, եթե պետք լինի 1-2 գյուղել տանա կտա, եւ ես չեմ կարծում դա 3 տարի հետո է լինելու։ Ինձ թվում է իմ ասելիքը հասկանում եք։ Ես հիմա չեմ ասում, ես ասում եմ 3 տարի հետո։ Եվ երբ որ ինքը դուրս գա, գալու է երկրին ղեկավար այնպիսի մարդ, ով ժողովուրդը կսիրի։ Ժողովուրդը շատ է սիրելու իրան, շատ։ Եվ ես կարող եմ ասել, մոտավորապես կարող է լինել նա ցուլ, կարող է լինել նա կշեռք, եւ եւս մեկը, դա այդ ժամանակահատվածում կգրեմ անպայման, թե ով է լինելու երրորդ մարդը, ով որ հնարավոր է, այսինքն ես անուններ չեմ տալիս, ես ասում եմ իր կենթանակերպի նշանը, որին մարդիկ չափազանց շատ են սիրելու, շատ, եւ ինքը փոխելու է Հայաստանը։ Երբ որ Ուրանը մտավ եկվորյակ նշան, մեր վարչապետը եկվորյակ է, եւ քանի որ մտավ եկվորյակ նշան, վարչապետը ավելի փոփոխություններ, ոնց որ ուզում է մտցնել, գիտեք, եթե ժողովուրդը իրեն սիրեր, ես կասեի, որ այդ ժամանակահատվածում ինքը այնպիսի մի լավ բան է անելու, որ ժողովուրդը իրեն ավելի է գնահատելու եւ ավելի է սիրելու։ Ես չեմ նաեւ, այդ վարկածը չեմ հանում, որովհետեւ մարդկանց սրտերը չգիտեմ։ Եթե Հայաստանի հայերի 90%-ը սիրում են իրան, ապա 2028-2029 թվականներին ինչ որ մի բան է անելու, որը ժողովրդի հիմքում է։ Բայց այստեղ, քանի որ ժողովուրդը իրան չի սիրում,
Եվ այստեղ մենք ունենք լարված միացումներ հատկապես հայրենիքի, ժողովրդի, երկրի ղեկավարի, սահմանների, երկրի ղեկավարի դուրս գալու հետ, ապա այստեղ չեմ կարող ասել, որ իրեն պաշտելու են այդ ժամանակ։ Եթե լավ միացումներ ունենար, այստեղ թեկուս, այստեղ որևիցե մոլորակ, որը կարևոր է մեզ համար։ Մոլորակներով չեմ խոսում, որովհետև շատերը չեք հասկանում դա։ Եթե սիրեին իրեն, եւ եթե այդ մոլորակը գոնե լավ միացումներ ունենար, ես ոչինչ չէի կարող ասել։ Եվ իդեպ ասեմ, ես չգիտեմ փորձում են Եվրոպա մտնել թե ոչ, բայց կարող է սահմանափակել Եվրոպան։ Եվրոպայում, հատկապես Ֆրանսիայում, որտեղ որ ինքը բավականին հույսեր են տածում, որ այնտեղ իրեն կօգնեն, 2027 թվականին փոխվում է նախագահ եւ այլևս Մակրոնը չի լինելու նախագահ։ Հավակնությունը բավականին շատ մեծ է, որը որ կլինի մեկ այլ երիտասարդ տղա, որը բացարձակապես չի սիրում օտար երկրացիներին, հատկապես չի սիրում նաեւ այն, որ իրենք չեն աշխատում, եւ Ֆրանսիայի քարտեզում եւս նշмарվում է նա, որ աշխատանքը, գումարը եւ օտար երկրացիների հետ կապված շատ հարցեր փոխվելու են այնտեղ եւ դրանից էլ եզրակացություն, որ Ֆրանսիայի հետ կապված ինչ որ սահմաններ կարող են նաեւ որոշ չափով փակվել։ Եթե սահմանները կրճատվում են, կամ շատ լուրջ հիմքեր պետք է լինի, որ Եվրոպան թույլ տա հայերին մտնել այնտեղ։ Գիտեք, ես վերլուծել եմ նաեւ հայերի դուրս գալը Հայաստանից։ Հնարավորությունը շատ մեծ է, բայց հավանականությունն էլ շատ մեծ է, որ կարող են սահմանափակել ժողովրդին երկրից դուրս գալու համար։ Միգուցե Հայաստանում չտան վիզա եւ այլն, միգուցե նաեւ օտար երկրում չընդունեն այնպես, ինչպես որ հարկն է։ Որպես Հայաստանի քաղաքացի, որովհետեւ Հայաստանում դե արդեն խոսակցություններ կլինեն, բնական է մինչև այդ տարիները, որ խաղաղություն է կնքվել եւ այլն եւ այլն։ Ես այստեղ պատերազմական ոչինչ չեմ տեսնում, ես չեմ տեսնում, որ պատերազմական ձևով խլվում է որևիցե հող, որևիցե տարածք, ես նման բաներ չեմ կարող ասել, բայց ես տեսնում եմ, որ տարածքները սահմանափակ են, տարածքները, սահմանները կրճատվում են։ Ընդհանրապես երկու բառ։ Մեր երկրի սահմանները կրճատվում են։ Թե հիմա ով ինչպես կկարողանա դա հասկանալ եւ ընդունել, այդպես էլ թող ընդունի։ Եվ կխնդրեմ այն մարդկանց, ովքեր որ սիրում են իրենց երկրի ղեկավարին, դա ձեր խնդիրն է։ Մեկնաբանությունները բաց կթողնեմ։ Եվ ես չեմ կարդա։ Յուրաքանչյուր վատ մեկնաբանություն, իմացեք, դա ձեր ճակատն է։ Ուզում եք սիրեք ձեր վարչապետին, սիրեք։ Ես ոչինչ չունեմ ասելու։ Ես էլ սիրում եմ իմ հայրենիքը։ Եվ ուզում եմ իմ հայրենիքը ծաղկի, ոչ թե քանի գնա հողերը պակասի։ Իսկ հիմա ավելի խորացված։ 2028-29 թվականը կարող է լինել Հայաստանի համար ցավոտ վերադասավորման շրջան, որի ընթացքում հողերի, սահմանների հարցը շատ լուրջ է դրվում սեղանին։ Դե Հայաստանի կորուստը չեմ տեսնում։ Դա դեռ չի ասում, որ դա Հայաստանի կորուստ է, կամ Հայաստանը չլինի։ Թվայգիտությամբ ես տեսել եմ սահմանների զատում, սահմանները վերանում էր, դա հնարավոր է, որ ես տեսնում եի Արցախը, ոչ թե Հայաստանը։ Ամենայն դեպս այնտեղ ես ասացի, որ ինքը սահմանը չկա Հայաստանի հետ եւ գրվում է Ադրբեջան, եւ մենք տեսնում ենք, որ սահմանը չկա եւ գրվում է Ադրբեջան։ Ես վերլուծել եմ այն, երբ որ Արցախից դուրս եկան մարդիկ, այն ժամանակահատվածը եւ հիմա ես դրանց մեջ ուղիղ նշանակություն չեմ տեսել եւ չեմ կարող ասել, որ մարդիկ կարող են փախնել։ Մարդիկ դուրս գան, այսինքն երկրից փախնեն։ Նման բաներ ես չեմ տեսնում, բայց տեսնում եմ, որ երբ որ հասնում է այն գագաթնակետը, որ Հայաստանի սահմանները իրոք կդրվեն սեղանին, այդ ժամանակ ժողովուրդը ցավի զգացողությամբ միգուցե արթնանա եւ որոշի, որ պետք է ի վերջո տեր կանգնի Հայաստանին, որովհետեւ միգուցե շատ կարեւոր տարածքի մասին լինի խոսքը։ Այստեղ խոսքը կամ Մեղրու մասին է, կամ ես վաղուց եմ ասել Զանգեզուրի միջանցքը, ես վաղուց եմ ասել Սևանը։
Որովհետև Սևանին հիմա տիրություն չեն անում մամրակալել է, չգիտեմ որ հատվածից է մամրակալել եւ մաքրեցին արդյոք թե ոչ, բայց հիմա տեսնում ենք այսօրվա դրությամբ այսօր օգոստոսի 18-ն է եւ ես տեսել եմ բավականին շատ տեսանյութեր, որտեղ գյուղերում բավականին անհանգստացնում են մարդկանց, դա հենց այնպես չի կատարվում ժողովուրդ, ինձ թվում է պետք է ուղղակի երկար մտածել եւ թույլ չտալ որ հասնի այդ ժամանակը։ Այդ ժամանակը շատ անսպասելի է լինելու, շատ։ Եվ վարչապետի համար է շատ անսպասելի լինելու եւ ժողովուրդն էլ շատ անսպասելի կարող են դուրս գալ։ Ես ասում եմ, հեղափոխությունը իրեն բերեց, հավանականությունը մեծ է, որ հեղափոխությունը իրեն կհանի։ Ով իրեն բերել է, նա էլ կհանի։ Այստեղ ուզի, թե չուզի։ Այստեղ ոչ մի բան ես չեմ տեսնում, որ ասեմ նա մնալու է։ Չեմ կարող ասել։ Որովհետև մենք այնպիսի ճակատագրական պահեր ունենք այդ ժամանակահատվածում 2028-ից 29-ը, անգամ 29-ին այստեղ, այնպիսի մի ճակատագրական պահեր ունենք մենք Հայաստանում, որ ես կարող եմ ասել, որ շատ կարևոր շրջան է եւ շատ կարևոր որոշում ու ստորագրություն ու ինչ որ մի բան է տեղի ունենալու Հայաստանում այդ ժամանակահատվածում։ Շատ ու շատ կարևոր ու ճակատագրական պահեր ունենք։ Ես դեռ էլի շարունակեմ ասել, որ մենք օգոստոսի 28-ից հետո շատ բաներ ունենք բացահայտելու, որ ինքնստինքյան կբացահայտվի, որոնք որ թաք ունեն։ Եվ ասեմ, որ մեր երկրում այս շրջանում 2028-29 թվականներին թաքուն գործողություններ էր կատարվելու, որից որ ելնելով ես ինչ որ նշույլ կա, որ ես մտածում եմ, որ ուղղակի նա կարող է թողնել եւ շատ արագ հեռանալ, որովհետեւ գաղտնիությունը միգուցե դուրս է գալիս եւ այդ ժամանակ ժողովուրդը շատ է կատաղում։ Մենք այսքան ժամանակ, այսքան տարիների ընթացքում չենք ունեցել այս դիրքը։ Այն ինչ որ նա ղեկավարում է, մենք այսքան ժամանակ չենք ունեցել նման դիրք։ Եվ հիմա հենց այդ դիրքը ցույց է տալիս, որ իրոք ժողովուրդը վերջնականապես հունից դուրս է գալու այդ իր վերջնական արարքից հետո, սահմանների հետ կապված հարցերից հետո, որից հետո այստեղ ինքը ամիջապես դուրս է գալու։ Ուղղակի բավականին երկար է։ Եթե կարող է այսքան ժամանակահատվածում այնպես անել, որ ժողովրդի սերը գրավի, մի տեսակ չեմ հավատում, եթե կարողանա իր սերը գրավել, հա, ժողովրդի, ապա միգուցե նաև ժողովուրդը այստեղ ճիշտ է ցավ կապրի, որ օրինակ եւս մի հողել տրվեց, բայց կասի մեր վարչապետը մեր մասին է մտածում։ Ես հուսամ, որ այս ժամանակահատվածում ժողովրդին չեն զոմբիացնի, որպեսզի ժողովուրդը ել ավելի շատ ընկղմվի դեպի ինքը։ Ես հիմա եւս էլ եմ ասում, յուրաքանչյուր նորալուսնի ժամանակ, նորալուսնից 2 օր առաջ, 2 օր հետո պետք է շատ ուշադիր լինել, որովհետեւ այդ ժամանակահատվածում յուրաքանչյուր սևմոգ, յուրաքանչյուր որևիցե չար գործողություններ կատարվում է այդ ժամանակ։ Եվ շատ հեշտ է այդ ժամանակ, որտեղ էներգիան բավականին սև է, եւ հատուկ ես ունեմ լուսնային ալիքում, լուսնի առեղծվածը, կարող եք լսել, հատուկ այդ օրը անուն ունի այդ օրերը եւ այդ օրերին ավելի են ակտիվանում չար ուժերը, որտեղ մութ է։ Եվ դրանից հետո ժողովրդին կամ այդ ժամանակահատվածում նորալուսից 2 օր առաջ 2 օր հետո կարող են ժողովրդին շատ հեշտությամբ մոլորեցնել եւ իրանցով անել։ Յուրաքանչյուր մարդ, անգամ ես, կարող եմ այդ օրերին այնպես անել, որ ինձ մոտ հավաքվեն միլիոնավոր հետևորդներ։ Դա չար գործողություններ են եւ այդ չար գործողություններով մարդկանց ներգրավում են իրենց կողմ։ Դա համար այդ ժամանակահատվածներում, եթե դուք զգոն լինեք, էներգիան ճիշտ պահեք, չընկճվեք, որովհետեւ այդ ժամերին, այդ ժամանակահատվածում, հա, մարդիկ ընկճվում են ավելի շատ եւ ավելի հեշտ է այդ ներգործությունը կատարվում մարդկանց մոտ։ Դա համար պետք է շատ ուշադիր լինեք։ Եթե չեք ուզում ընկնել թակարդը։ Դա սահմանադրությունն այսպես թե այնպես ինքնին պետք է փոխվի։
Բայց այստեղ ուրեմն խաղաղության կամ սահմանային պայմանագրի վերջնականացում, բայց չեմ կարծում դա 3 տարի ձգվի, ինձ թվում է այդ ամեն ինչը շատ արագ պետք է տեղի ունենար, 3 տարի հետո նոր կնքվի որևիցե նոր խաղաղության եւ սահմանների պայմանագիր, դա մի տեսակ ռեալ չէ։ Միջազգային իրավական պարտավորության ստանձնում, սահմանադրության կամ պետական իրավական համակարգի փոփոխություն, արտաքին քաղաքականության խիստ վերակազմավորում եւ երկրի համար հիմա պետք է վերջնական որոշում կայացնենք։ Այդ պահն է լինելու 2028-2029 թվականներին։ Հայաստանի համար միջազգային կամ իրավական ոլորտում շատ ծանր ու երկարաժամկետ որոշման շրջան է լինում։ Որովհետև մոլորակներ կան, որոնք որ միջազգային հարաբերություններ են նշանակում, միջազգային իրավունք, պայմանագրեր, սահմաններ, օրենք, պարտավորություններ եւ մենք լարված միացումներ ունենք այդ մոլորակների հետ, որը որ հենց քաղաքականորեն նշանակում է որոշ բաներից ազատում, որոշ վերջնական հարցերի լուծում, որ ասում է Հայաստանի հարցը այդ ժամանակ է տեղի ունենալու վերջնական։ Այսպես թե այնպես վերջին խոսքս իշխանության փոփոխություն է տեղի ունենալու, միջազգային իրավական կարևոր որոշում, արտաքին հարաբերությունների վերաձևավորում։ Ես չգիտեմ, քանի երկրների հետ միգուցե սահմանը այսպես փոքրանա, ինչպես Մոսկվայի հետ է, հնարավոր է նաև մնացած երկրների հետ եւս այս տարիների ընթացքում սահմանային փոփոխություններ լինեն։ Այսինքն դիմացինը փակի իր սահմանը, փոքրացնի եւ այլևս նա չի կարող մուտք գործել։ Հայերը չեն կարող մուտք գործել։ Յուրաքանչյուր փոփոխություն ժողովուրդը շատ ծանր է արձագանքելու, որից էլ որ լինելու է, ինձ թվում է, չեն կարող քնել եւ մնալ քնա ժողովուրդը եւ ասեն, հա վայ, մեղրին էլ չկա, մեղրին էլ տվեց, հա դե գիժա կամ չգիտեմ ինչ, հա, ինչպես որ ժողովուրդն է սիրում արտահայտվել եւ վերջ։ Այս անգամ նման բաներ տեղի չունենալու։ 2028-29 թվականին Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցը նորից կդառնա շատ քաղաքական թեմա։ Ինչ որ բաներ, եթե պայմանավորվածություններ ունեն օտար երկրի հետ, այդ ամենի փոփոխություններ տեղի կունենա։ Նոր կամ անսպասելի քաղաքական համաձայնություն։ Երկրի ղեկավարը փոխվել է, հստակ։ Ուղղակի բավականին ուշ է փոխվելու, քան ես կարծում եի։ Այնպես որ եթե ժողովուրդը մինչև այդ քնած է, ես ոչինչ չունեմ ասելու։ Բայց մենք չունենք այդ լարված միացումը, որ ժողովրդին արթնացնի։ Ժողովրդին միայն արթնացնելու է այդ տարի 2028 թվականը հստակ ժողովրդին արթնացնելու ժամանակաշրջանը լինել 28-ի կեսերին, 28-ի կեսերին է դա լինում, 29-ի սկիզբ, այդպես ամիջապես 2028-ին չի։ Հարևանների հետ նախկին հարաբերությունների սառեցում, ծանր բանակցություններ, նոր սահմանափակումներ կամ նոր պայմանավորվածություններ կլինեն։ Պետության համար միջազգային կամ իրավական բնույթի շատ ծանր ու երկարաժամկետ որոշում պետք է լինի։ Եվ գիտեք, այս շրջանում միացումներ ունենք, որը եւս թույլ է տալիս ինձ ասել, որ մենք ունենալու ենք բավականին շատ տարբեր այստեղ ոնց որ ինչ որ գործարքներ, գործընթացներ է կատարվելու Հայաստանի հետ կապված, բայց Հայաստանի համար դրանք մշուշոտ են։ Այսինքն վարդագույն ակնոցներ են դնում Հայաստանի աչքերին եւ վերջ։ Նա ավարտվում է ինչ որ մի process, որը որ ավարտվում է իօքուտ դիմացինի, ոչ թե Հայաստանի։ Եվ երկրի ներքին կյանքի եւ ժողովրդի վիճակի վրա ազդեցություն ունեցող խորքային փոփոխություն տեղի կունենա աշխատանքի հետ կապված սոցիալական համակարգերի, առողջապահության կամ պետական կառավարման մեխանիզմների միջոցով։ Այս շրջանում եւս դա տեղի կունենա, արդեն սկսվել է, որը վերաբերվում է 200,000 ստացողների իրենց թոշակներին կամ չգիտեմ այնտեղ սոցիալական գումարները, ինչ ապահովագրության գումարներ եւ այլն, դեռ սկսվել է եւ աշխատանքի հետ կապված բավականին շատ փոփոխություններ տեղի կունենան Հայաստանում։
Այդ ժամանակահատվածում ակտիվ են հայրենիքի հարցերը, սահմանների հարցերը, երկրի ղեկավարի հարցերը, միջազգային հարաբերություններ հարցերը, գաղտնի որևիցե գործունեության հարցերը եւ օտարերկրի հետ կապված յուրաքանչյուր հարցերը, որոնք կան։ Իսկ աշխատանքային հարցերը սկսվում են հիմիկվանից, դե երկար տարիներ այն կարող է լինել։ Եթե վարչապետը փոխվի, փոխվում է նաև մեր քարտեզի ընդհանուր բնութագիրը։ Միանում է մեկ այլ մարդու քարտեզը, միանում է մեր Հայաստանի քարտեզին։ Եվ այդ դեպքում արդեն փոփոխությունները ավելի պարզ են լինելու։ Իսկ այսքանը փոփոխությունները 2028-29 դրությամբ այսքանն էին։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, այլևս չեմ աշխատում որպես աստղաբան, որպես թվագետ, որպես ընդհանրապես այս ոլորտի մասնագետ։ Այսքանը հուսով եմ այսքան տարիների ընթացքում գնահատեցիք աշխատանքս, գնահատեցիք այն, ինչ որ ես ձեզ համար արեցի, ինչ որ հենց հիմա եմ անում, որովհետև սա շատ կարևոր հարց է ըստ ինձ։ Ես իմ դիտարկումն ունեմ այս հարցին, ես ինքս չեմ ընդունում երկրի ղեկավարին եւ դա բառացի միշտ էլ արտահայտել եմ։ Չեմ ընդունել 2018-ից, չեմ ընդունում մինչև օրս։ Ինձ համար նա չի եղել վարչապետ, երբեք, ինքը իր համար էլ չի եղել վարչապետ, ինքը իրան վարչապետով է դիմում։ Այնպես որ յուրաքանչյուր մարդու պաշտպանելուց առաջ երկար պետք է մտածել։ Ես հասկանում եմ, որ երբ որ մարդը ուղիղ եթերի ժամանակ կամ որևիցե ծառայության ընթացքում կամ որևիցե աշխատանքային այցով ինչ-որ միտեղ գնալով խոսում է կամ ասում է որևիցե աղոթք կամ ինչ-որ մի բան, որը նոր կտակարանից է, որը հին կտակարանից է, որը աստվածաշնչից է եւ այլն, ես վստահ եմ, որ այն մարդիկ, ովքեր որ հավատացել են, իրենք են փորձում միշտ վիրավորել այն մարդկանց, ովքեր չեն ընդունում վարչապետին։ Ասեմ, որ աստվածավախ եղեք յուրաքանչյուր պարագայում։ Ձեզ ոչ ոք չի կպնում, ոչ ոք չի վիրավորում։ Եվ դիմացինին վիրավորելով դուք հենց խախտում եք պատվիրանը, առաջինը, երկրորդն է ձեր դաստիարակությունն եք ցույց տալիս։ Եթե ես հենց հիմա ձեզ վիրավորեմ, այո, դուք իրավունք ունեք վիրավորելու։ Եթե ձեզ չեմ վիրավորում, ուրեմն լռեք հավիտյան։ Այստեղ իմ հայրենիքի խնդիրն է, եւ ես պարտավոր եմ որպես աստղաբան վերլուծել մեր աստղագիտական քարտեզը։ Աստղագիտական, աստղաբանական, եթե աստղագիտականով վերլուծենք, ապա մի փոքր ուրիշ տեսանկյունից կլինի, միգուցե նաև ավելի շուտ լինի դուրս գալը, եթե վերագրենք աստղագիտականով։ Դե ես այդպես չեմ նայել, բայց եթե իրոք աստղագիտությամբ, ոչ թե աստղաբանությամբ վերագրենք մոլորակների դիրքը, որտեվ ըստ աստղաբանության ուրիշ դիրք ունի, ըստ աստղագիտության ուրիշ դիրք ունի, ապա այն կարող է տեղ ունենալ ավելի շուտ։ Բայց սպասեք, ինչ որ մի բան է բացահայտվելու շուտով։ Դե ունենք 1.5 տարի բացահայտելու համար, ունենք 6 ամիս, մինչև գարուն նաև բացահայտելու համար։ Ինչ որ մի բան կարող է բացահայտվել։ Որևիցե ճակատագրական մի բան, որը տեղի ունեցել։ Տեղի ունենալու Հայաստանի Հանրապետության համար։ Ինչ որ մի բան, օրինակ, որ մենք գիտեինք ուրիշ ձև է, օրինակ 36 տարի առաջ, հիշեք, մենք գիտեինք ուրիշ ձև էր, բայց հիմա ուրիշ ձև է։ 36 տարի առաջ հետ ենք գնում, հաշվեք ուր ենք հասնում։ Հասնում ենք այն ժամանակահատվածները, երբ որ Հայաստանի Հանրապետությունը անկախացավ։ Եվ եթե հիմա փոփոխվի սահմանադրությունը, հուսով եմ չեն կպնի Հայաստանի անկախությանը։ Հուսով եմ։ Ովքեր որ չեն հետևում, կարող եք հետևել Facebook-ով, Արմինե Նահապետյան է գրված հայերեն տառերով, կարող եք գտնել եւ կարող եք այնտեղ, երբ որ սահմանադրությունը փոխվի, սահմանադրության բոլոր տեսակի քաղաքական բառերը ես կվելուծեմ մարդկային լեզվով եւ ձեզ պարզ կդառնա, թե դուք որը կընտրեք։
կընտրեք այս նախադասություն, որովհետև սահմանադրությունը այնպես է, որ շատ մարդիկ չեն հասկանում, 90%-ը չի հասկանում։ Միայն հասկանում են այն մարդիկ, ովքեր իրավունք են ուսումնասիրել, ովքեր իրավաբան են, ովքեր ինչ-որ չափով հասկանում են օրենքներից եւ ինչ-որ չափով նաեւ խոսում են իրավական տերմիններով, որը որ շատ կարևոր է սահմանադրությունը ընտրելու համար։ Եթե ցանկանում եք ճիշտ ընտրություն կատարել եւ հասկանալ այնտեղի գրված յուրաքանչյուր նախադասություն, որը չի վնասի հայերին եւ ի օգուտ ձեզ կփոխվի, ապա կարող եք նայել այնտեղ։ Ես անպայման կվելուծեմ դա, անպայման գրառում կանեմ։ Այսքանը լավ մնացեք, թող Հայաստանի Հանրապետության հետ ոչինչ տեղի չունենա եւ ովքեր որ կեղտոտ են եւ անինքնասեր, թող հեռանան, որովհետեւ Հայաստանը պետք է մաքուր մարդ իշխի, մաքուր ուղեղով, մաքուր գրպանով, մաքուր ձեռքով։ Մնացածը, ովքեր որ նստած այնտեղ խաղ են խաղում, շատ եմ տեսնում թե որ նստած այնտեղ խաղ են խաղում, կամ միայն գումարի գերի են, կամ այսօր մի նավում են, մյուս օրը հայտնվում են մյուս նավում, ուրեմն նման մարդիկ տեղ չունեն Հայաստանի Հանրապետություն, որպեսզի ղեկավարեն։ Եվ այս ղեկավարությունը անպայման դուրս է գալու։ Անպայման։ Լինի դա 2027-ին, թե 28-ին, 29-ին։ Ես կսպասեմ այդ օրերին, որովհետև տիեզերքը Հայաստանի կողմից է։ Եվ եթե մենք քրիստոնեական երկիր ենք եւ ընդունում ենք մեր քրիստոնեությունը առ այսօր, ուրեմն պետք է պահպանենք նաեւ Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե ցիգանների ու եզիների նման դառնանք թափառական։ Պահպանեք մերը, ուժեղ եղեք, կանգնեք ձեր հայրենիքի գլխին, ձեր հողի գլխին։ Ոչ մի երկիր մաս անգամ իր հողից չի տա ոչ ոքին, ոնց որ հայրն են, տալիս ու տալիս։ Տղամարդկանց քիչ ոտնահարեք, որ այդ տղամարդիկ ուժ ունենան ու հավես ու էներգիա պաշտպանելու հայրենիքը։ Դուք չտեսաք պատերազմը ինչքան կոտրեց իրանց, վախեցած սկսեցին ապրել։ Այդ վախի մթնոլորտը պետք է հանեք, ոչ թե կանայք շալվար եք հագել, դուրս եք եկել բեմ, բոլորը ձեզ կարծում եք բիզնեսմեններ, բայց մեջները դատարկ, ձեր ամուսիններին բանի տեղ չեք դնում, հետո ուզում եք, որ ձեր ամուսինները գնան երկիր։ Այսքանը։ Սա էլ որպես հավելում այն կանանց համար, ովքեր իրենց դրել են տղամարդու տեղ, գլխներին տղամարդ ունենալով։ Լավ եղեք եւ Հայաստանը պինդ պահեք, ոչ թե ձեր փողերը այսօր կան, վաղը չկան։ Իսկ հայրենիքը եթե չլինի, դուք քուչեքն եք մնալու, քուչեքը, ու չեք իմանալու որ երկիր գնաք ապաստարան գտնեք։ Ձեզ թվում է թե Եվրոպան բաց է, դռները բացել ձեզ է սպասում, կամ Ռուսաստանը կամ մեկ այլ տեղ, ոչ ոք ձեզ չի սպասում, եւ ոչ մի տեղ նման հայրենիք ու նման բաներ գոյություն չունեն, ոնց որ Հայաստանում է։ Դա մեկ ընդմիշտ հիշեք։ Դուք գնում եք 15 օր, 20 օր տեսնում եք Եվրոպա կամ մեկ այլ երկիր հետ եք գնում, բայց դա այնտեղ ապրելու իրավունքը չէ։ Երբ որ դուք ապրեք, կհասկանաք, թե ինչ զզվելի ու տհաճ ու սառը մարդիկ են յուրաքանչյուր եվրոպացի եւ յուրաքանչյուր օտար ազգ։ Ոչ ոք չունի հայ աչքերի նման աչքեր ու ոչ ոք չունի հայ աչքերի նման այդքան բան ասող աչքեր։ Այսքանը իրար ուտելու փոխարեն Հայաստանի հողը պահեք։ Ոչ թե ինձ կերեք, մնացածին վիրավորեք, այլ հողը պահեք։ Այդ ժամանակ իրավունք կունենաք երկու բառ ասելու։ Երբ որ ես կասեմ սահման ենք բաց թողնելու կամ որից է սահմաններից կրճատվելու է կամ ինչ-որ բաներ, դուք գաք բերանից ասեք, բա ասում էիր սահմանը կա կամ սահմանը չկա, ուր է բա։ Երբևիցե իմ ասածները դեռ չի եղել, որ չկատարվի։ Ոչ մի ասած դեռ չի եղել, որ չկատարվի։ Եվ այդ ամենը վերլուծությունը միմիայն աստղաբանական քարտեզով։ Երբ որ հստակ որևիցե ոլորտ եմ շեշտել։ Այսքանը։ Լավ եղեք, սիրեք Հայաստանը, Հայաստանից լավ տեղ չկա, Հայաստանից լավ երկիր գոյություն չունի։ Եվ ինձ համար, եւ բոլորիդ համար։